Ես հավատում եմ, վարկյան անգամ կասկած չունեմ, մենք ոտքի ենք կանգնելու, կառուցելու ենք անվտանգ և մրցունակ պետություն, ամուր պահելով մեր ինքնությունը և չդավաճանելով մեր պատմությանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա միջոցառման կարևոր կետերից մեկին ենք հասնում, բայց մինչև դա ես ուզում եմ այստեղ նստած մեր պայքարի ընկերներին իսկապես շնորհակալություն հայտնել։ Ուզում եմ ձեզ ծափահարել այս տարիներին ձեր անզիջում պայքարի համար, մեզ հետ ուսուսի կռիվ տալու համար, խոնարհումս և շնորհակալություն ձեզ։ Ուզում եմ նաև ներողություն խնդրել, եթե ինչ որտեղ հուսահատեցրել ենք, չենք արդարացրել ձեր վստահությունը, բայց պարզ ճակատով ասում եմ, որ մենք կռիվ ենք տվել, չենք հանձնվել, չենք վարանել, հետ չենք կանգնել։ Ու այս գործը պետք է ավարտին հասցնենք միասին։ Ու միասին կարող ենք վստահաբար։ Ուստի, քանի որ արդեն իմ գործընկերը հայտարարեց դաշինքի մասին, ժամանակն է, որ ես նաև հայտարարեմ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի անունը։ Ուստի, Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։